տղաների խոսքը այսքանով վերջ, մի երկուսն էլ զուտ չեն ցանկանում խոսել։ Ես կցանկանայի պատասխանել Ան ձերեն հարցին, թե լարում լինի մենք նորից մասնակիցը կլինենք թե չէ, մենք ամեն վարքյան պատրաստ ենք պահելու եւ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, բայց մեր ցանկությունը զուտ ոգու ճիչ է, դրանով հարցին լուծում չի տրվելու, քանի որ հակառակորդ պետությունը մեր դեմ համակարգ է ստեղծել եւ համակարգի միջոցով է ասել առավելության, իսկ մենք այդ համակարգը դեռ չունենք, ասեմ ավելին, մենք օրեցօր քանդում ենք դրա վառ ապացույցը 2026 թվականի պետական բյուջեից մոտ 250 միլիոն դոլար կրճատումն է ռազմական ծախսերի, ինչպես նաև քաղաքական ընտրություններից առաջ որոշում են կայացրել PR տեսակետից, որ տարուկես են սարքելու ժամկետային զինծառայությունը, ինչը մենք որպես համակարգից տեղյակ մարդ, ես կարամ վստահաբար ասեմ, որ աշխարհը հիմա գնում է ժամկետային զինծառայության, պարտադիր ծառայության, այլ ոչ թե պայմանագրայինների ու 2020 թվականի կռիվը դրա վառապացույցներ, որ 18 տարեկանից 20 տարեկան երիտասարդները իրանց ոգու միջոցով կարողացել են կատարել առավելագույնը, իսկ այսօր տարուկես արգելու պայմաններում 2 տարվա ընթացքում 25% կրճատվելու է ժամկետային զինծառայողների թիվը ու դրան գումարած նրանք չեն կարողանում այնպիսի համակարգ, այնպիսի սոցիալական ծրագրեր իրականացնել, որ պայմանագրային ծառայողների թիվը մեծանա, դրան հավելում վառ օրինակն է նաև արցախահայերի, ովքեր ծնված օրվանից առնչվել են կրակոցներին, առնչվել են մարտական հերթապահություններին եւ իրենց ամեն երկրորդ ընտանիքում զոհ ու վիրավոր է եղել, այսօր այդ մարդկանց չեն ներգրավում 90%-ին ծառայության։ Ես էլ 2 տարի է եկել եմ այնտեղից եւ մինչեւ հիմա զինծառայության համար ոչ մոտեցում է ցուցաբերվել, ոչ էլ կոպիտ ասած ցանկություն ունեմ ես այս քաղաքական իշխանության ներքո համազգեստ կրեմ իրենց հրամանատարության տակ, քանի պատերազմը չի սկսվել։ Վերջ։ Տեսեք, դուք ասում եք երկրի իշխանությունները վտանգ չեն տեսնում, այլ ձգտում են խաղաղության, նախ մենք պետք է տեսնենք հակառակորդ պետության ղեկավարը ինչ է ասում, քանի որ հաղթողը նրանք են, ինչքան էլ որ ցավալի է իրականությունը դա է, այդ հաղթող պետության ղեկավարը 5 տարի է թելադրում է, 5 տարի է քաղաքական հայտարարություններ է անպագորգոր անում ու ամեն արտահայտություն իրականություն է դարձել եւ նա էլ լավ հասկանում է, որ օրը ինքը իր ասացի տերը չեղավ եւ մեկ քայլ ետ զիջեց, այդ օրվանից իր Ադրբեջանի Հանրապետության զիջողական քաղաքականությունը սկսվելու է ու այդ ես բացառում եմ այս իշխանության օրոք որ լինի, դա անելու ենք մենք, անելու է երիտասարդությունը, անելու են գիտակից մարդիկ, ովքեր օր ու գիշեր աշխատում են եւ պայքարում են այս Հայաստանի Հանրապետության անկախության ու ազատության համար։ Այս երկրի ղեկավարը ինչ ուզել է, կոպիտ ասած, մենք տվել ենք, ասել է հարկերը վճարեք, հարկերը վճարել ենք, ասել է պատերազմակամավոր պետք է ջոկատներ կազմեք, գնաք պատերազմին մասնակիցը լինելու, մենք կամավորագրվել գնացել ենք դեռ նախքան իր ասելը։ Տվել ենք մեր ամենաթանկը, իմ 27 ընկերները զոհվել են, թե Հայաստանից, թե Արցախից այդ 3 պատերազմական գործողությունների հետևանքով։ Մենք ստեղ ճիշտ է, ես հասկանում եմ, որ լայն շրջանակներում եւ լրատվականների մոտ պատերազմին մասնակիցները ասոցացում են որպես սոցիալական հարցերի դեմ բողոքողներ կամ չգիտեմ պատերազմ վարողներ, այդ պատերազմը մենք չենք ուզում։ Մենք ամենալավը գիտենք այդ խաղաղության գինը, ու այդ խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ մենք մեր սուվերեն երկրում կունենանք ամուր տնտեսություն ու հզոր բանակ, որին մենք հասնելու ենք, կլինի դաժան պայքարի միջոցով քաղաքական օրակարգի մեջ, ոչ օրենքից դուրս, սխալ չհասկացվի իմ բառերը, մեր ձևովի նման չտանեն, էլի փակեն, հավես չկա այլ։ Ես Արման Պետրոսյանն եմ, ներկայացել եմ արդեն,
Հիմա մեր խոսքը եւ գործողությունները ավարտենք նրանով, որ մասնակից տղաներով, ընկերներով մոտենալու են կառավարության շենքի մոտ եւ մեր մեդալները կամ կդնենք աստիճանների վրա, կամ էլ եթե կառավարության շենքում կա այնպիսի կերպարով արժանի է այդ ամենը վերցնելու իր ձեռքը, ով գիտի զենքի արժեքն ու պաշտպան հայրենիքի սահմանների պաշտպանության իմաստը, կարա գա, չենք սպասելու։ Լայվ հեռարձակում կա, հուսով եմ տեսնում են, հետևում են ու գիտեն։ Մենք մեր վաստակի արժեքը գիտենք, այդ բոլորն են հնչեցնում այդ հարցերը, ինձանից շատ ոչ մեկ չիմանա դրա ցավը, որից ես հրաժարվում եմ։ Ես հրաժարվում եմ հանուն գալիք պայքարի, որի մասին ընթացքում մենք մեր հայտարարությունները, մեր գործողությունների պլանը թափանցիկ ձեզ ներկայացնելու ենք։ Կտեղեկացնենք, այսօր մենք հավաքվել ենք զուտ մեր բողոքի ակցիան, մեր բողոքի ձայնը բարձրացնելու, որպեսզի հանրությունը իմանա, դեռ մարդիկ կան, ովքեր փորձում են պայքարել Հայաստանի անկախության համար։